Gucci Guilty. The fragrance is for him. And for her. Կառաջանան։ Ոնց են փորձերը։ Լավ, մերսի։ Համերի եք պատրաստվում։ Դա մենք հիմնական մակումներում ենք նվագում։ Հա։ Բաժանորդը անջատել է հեռախոսը կամ գտնվում է ռադիոծածկույթից դուրս։ Դե բա ինչ կանես։ Ինչ։ Հա, չէ, ձերը չի։ Գնացինք։ Գնացինք։ Արտյոմ, դրան հանվեր է։ Զորից է։ Զորիկ ձա կուցավը տան եմ։ Արա ես քեզ քանի անգամ ասում, մի խմի արա։ Դու թագավոր ես Զորիկ ձա։ Ես քո հետ հələ վաղ եք խոսամ, արի։ Դու պրոբլեմ չունես դու Զորիկ ձա, вообще։ Արա, գորե դու գիտես, դու ես պրոբլեմ ունենալու։ Արի։ Ուրգաս հետը թգամ Զորիկ ձա։ Իսնի։ Ոյ մամա ջան, ես ինչքան եմ խմել։ Ինքը 3 բաժակից հետո արդեն սենց է։ Ես պետքա ցայվեմ։ Վարուժ պարկի քնի։ Ես պետքա ցայվեմ։ Արա մնում էր քեզ լողացնեի, պարկի լե։ Մերսի Տյոմ ջան։ Մերսի։ Էս ինչ ա վիճակդ, Վարուժ։ Ցայվեմ։ Դե ցայվի։ Ջուրը տակ հա։ Տյոմ ջան, դու ինձ կասես Վարուժի հետ ինչա կատարվում։ Կարող է պապայի հետ ինչ-որ կոնֆլիկտ ա եղել, ես չգիտեմ։ Ախր այսօր ամբողջ օրը իրան շատ տարօրինակ ա պահել։ Եղել է։ Այդ $20,000 պատմությունը Զորիկ ձան էր սարքել։ Բայց բացի դրանից էլի ուրիշ բան արել։ Բայց ես մեր մեջ էլի ուղղակի ես ասում եմ, որ դու կարողանաս Վարուժին օգնես։ Հա, ասա։ Որ գնացել էինք փողի համար, Վարուժին գովացան տաղ։ Հետո զանգեցին Զորիկ ձային, $500,000 փող ուզեցին։ Զորիկ ձանը այդ փողը տվեց, Վարուժին հետ բերեց։ Այ հիմա ամեն ինչ պարզ դարձավ։ Մերսի։ Ես պատմում եմ նրա համար, որ Վարուժին դու հասկացնես, որ այս ամեն ինչը իրական չի։ Հա, ապրես Տյոմ, մերսի։ Ախր դու գիտես էլի, պապան սիրում ա տենց հումորներ անի։ Չգիտեմ։ Ճիշտ ասած, ես տեղ հումոր չեմ տեսնում, բայց լավ, ինչ որ այա։ Ես հետևի շենքն է ձերը։ Մերը չի, ես Հավրկուրիստանն եմ մնում։ Բան չի։ Դե մերոնք Ռուսաստան են գնացել, տները ծախեցին գնացին, ես էլ որ չէի ուզում գնայի, մնացի էլի։ Բան չի մնացիք։ Դե այդ ժամանակ ընկերոջս չէի ուզում մենակ թողնեի, հետո նենց ստացվեց, որ ինքը ինձ մենակ թողեց։
Ես դրա։ Մա, տղաները տենց են։ Հոգնակիով մի ասեք։ Ուզում եք ասեք դուք տես չեք, հա։ Իհարկե ոչ։ Ես Ադնալյուբ եմ։ Մեկին որ սիրեցի, սաղ կյանքս կսիրեմ իրան։ Այդքանի կյանք եք ապրել, որ տենց լավ ուսումնասիրել եք ձեզ։ Չէ, ես հաստատ չդավաճանող տղայնյակ եմ, իսկականից եմ ասում։ Կասկածելի է։ Կարաս կնգաս հարցնես։ Փաստորեն դուք կին ունեք։ Այո, հենց ինքն է ձեր նման էլի։ Հա։ Հետաքրքիր է։ Շատ հետաքրքիր է։ Լավ, իսկ դուք օրինակ նորմալ եք համարում, որ դուք ինձ հիմա ուղեկցում եք։ Այո։ Ասեմ ավելին, իմ մոտ նես տպավորությունը ոնց որ իմ կնոջ հետ եմ։ Մի ձևի հարազատության զգացողություն կա էլի ոնց որ։ Դե, շնորհակալ եմ, բարի գիշեր։ Բարի գիշեր, Աննա ջան։ Վայ, Մոռացա խանութ մտնեմ։ ես տենց էլ զգում էի, որ ինչ-որ բան մոռացած կլնեք։ Եկեք տանեմ։ Չէ, մերսի, շնորհակալ եմ, կգնամ։ Ես չեմ կարա ինձ հարգեմ, որ դուք մենակ գնաք խանութ։ Եկեք։ Չէ, շնորհակալ եմ, ես չեմ կարող ընդունեմ էլի ձեր առաջարկը։ Հետո ձեր կնոջը ինչ եմ ասելու։ Բաժանորդը անջատել է հեռախոսը կամ գտնվում է ռադիոծածկույթից դուրս։ Բայց ինչ անեմ հմյարա։ Բռնեմ մեջքի խալը բացեմ տենան, որ նոր համոզվեմ ինքը չի։ Որ բացեմ խալ չլի մեջքի։ Կակ, Վարուշը հեչ փողի համար զանգում, հա։ Չէ։ Բայց ես չգիտեմ այդ փողը ոնց պետք է տանք իրան։ Եթե իմ մոտ լինի էլ չէ, մեկային ձեռը չի գնա, $1000 իրան տան։ Ջուրը պատրաստ է, երախում բեր բաղնիկ, որ լողացնենք։ Եղավ Սուսիկ ջան։ Դու էլ գնա սենյակ օդափոխի։ Եղավ Սուսիկ։ Ես ձեռը դու էլ ես լողացել։ Հա։ Ես ոնց է թրջը։ Յանի հերը քիչ էր մարսացնում, հիմա էլ տաղեն է սկսել։ Լավ ապե գնամ փոխվեմ գամ էլի։ Շուտ կգաս։ Գագուարի։ Ան, ես հեսա հասնում եմ։ Շորից մոտը տա, չէ։ Հա։ Թարսի պես էլ է շենքը մի մութ քանի է։ Բայց ինչ ենք անելու։ Հանկարծ չմտնես բակ։ Շենքի մյուս կողմում կսպասես ինձ։ Եղավ։ Էսա իրան կցրեմ կիչնեմ։ Անուշիկ ջան։ Վրամ դեդա, որ խնդրեմ կզանգեք մխոին ասեք, որ գա իմ հետևից։ Ուղղակի ես զանգում եմ անհասանելի է։ Դու որտե ես, Վալես։ Ես հոպարից տանն եմ, ուղղակի չեմ ուզում, էլի մենակ գամ։ Ես ասեմ Անուշիկ ջան։ Մերսի վրամ դեդա։ Եղավ ատեսնյակ, հեսա կգամ։ Աղջիկը զանգելա քեզ անհասանելի ես եղա, այդ դրա։ Ինչ չի զանգի ատեսնյակ։ Դե ինքդ ես ասես, չգիտեմ։ Չեղա սրփուշիկ ջան։ Հենց նոր միացրեցի։ Հա, բան խմորեղենից, քաղցրից, բանից կա, չէ։
Ամեն ինչ էլ կա, բայց այդ չի նշանակում, որ պետքա դնեմ քո առաջ։ Յա։ Բա։ Ըստ ոնց որ դուխիդ բրծել է, հա։ Ինչ իմացար։ Այնա բարձերևում է, ոչինչ։ Վաղ առավոտը դու մի հատ դուխի կստանաս ֆրանսիական։ Ինչ ուշադիրն է։ Ահա, մերսի, դու էլ։ Հա, մախո ջան։ Ապենյակ, հո ատեսնյակը կողքը չի։ Չէ, արխայն ասալք է։ Մի հատ կարաս պոգվես Անուշիկին հոպարի տնից վեգալես։ Ինչի չեմ կարավոր։ Դե շուտ պոգվի, եթե ինչ-որ բան նենց չլինի ինձ զանգի, եղավ։ Լավ, արջ չկա ուղղել։ Դե դու բան արա այդ խմորեղենը քաղցրը բանը մի հատ լավ հեռու խորը տեղ բայ, որ ոչ մեկ չուտի, հեսա գալիս է։ Այսինքն խի պահես, որ դիրի մատեմ, թո հիմա Անուշիկն մի երկու րոպե սպասի ան։ Հա էլի։ Բա երբ է գնում Կարոն Մոսկվա։ Վաղը։ Այդքան շուտ։ Ինքը ամեն ինչ շատ վաղուց պլանավորել էր, ուղղակի ոչ մեկի շեր ասին գիտես, չէ՞։ Բայց այն կարբիտ այս անգամ Կարոյի նշանածին ված չի ընդունել։ Շատ տարօրինակ այդ։ Ուրեմն մեծացել է։ Էլի։ Հա, մախո։ Ապենյակ, լսիլը, դու կարաս գնաս Անուշիկին իրա հոպարի տնից վեգալես։ Դե եթե պետքա կգնամ։ Ուր։ Այնա չպլեմ որ զանգել եմ, ուրեմն պետքա չէ։ Հեսա կգնամ ապա։ Հանգարց որ զգաս ինչ-որ մի բան նիտոյ է, կզանգես։ Եղավ ախպերս լավ։ Ուր ես գնում։ Գնամ Անուշիկին բերեմ։ Ինքը չի կարող գնա։ Դե երևի հարմար չէ էլի երբ։ Շուտ կգաս, չէ։ Բայ կներեք, ես գիտեի վրեժստե է։ Եկ այդ ապե ջան։ Ապեր, մեքենայի բանալիները տուր, դի գնամ Անուշիկին բերեմ։ Ոնց։ Դու ես գնում բերես։ Մա, նոր մի քիչ առաջ մխոն զանգեց։ Ապա նոր ինձ էլ զանգեց, ասաց որ ես գնամ։ Հա։ Արա դե դու սարելի մի խանգարի մարկա, դիա, վայ բրտին է, յա։ Ֆուտա։ Ավելի լավ դու չես գնա։ Բայց դու տենում ես մարդը ոնց է Անուշիկի համար անհանգ ստանում։ Ամի ինձ աղվարկում, համը թիկնապահին։ Ինձ թվում է, ստեղ մի բան անչի։ Հլնայ ոնց մի անգամից ավակեց։ Չէիր վերջացրել։ Չէ, դիր հեսա շարունակելու ենք Սրբոյի ջան։ Լսի, բա դու չես գնալու Անուշիկի հետևից։ Դե այնա մեկա չոփլեն գնում է, էլի։ Լսիլը, գերել ես ես մի կտորից, ես լավն ա լքել փորձի։ Հələ մի հատ դիր Սրբոյի ջան, տենանք ոնց մաս։ Դիր ես Սրբոյի ջան, դե դա բարձ է։ Ինչի չես իջնում։ Ոնց իջնեմ, ստեղ կանգնած է։ Ինձ թվում է ուրիշին ա ուղարկել իմ հետևից։ Ու այդ կլինի իմ վերջը։ Լսի, ուզում ես տղուշորեր բերեմ հագնես դուրս գաս։ Դավայ, մենակ շուտ։ 10 րոպեից ընտեղ կլինեմ։ Լավ, սպասում եմ։
Նախագը։ Տեսակն ուսնել դիր։ Ոնց է։ Լավ է, գնացինք։ Տաքսին մոտիկա կանգնած։ Դրան մոտ է։ Գնացինք։ Aşkı soğuparın ki tanışın. Ses bedilin girvi. Elə չի ասար դու մեկո։ Մախոջան, դե որ իմացա չփլեն գնում այլ ես չգնացի ապեր։ Ուսերը։ Էդ ի՞նչ կապ ունի ով է գնում։ Արա ես քեզ ասել եմ գնա, ուրեմն գնա, դու չփլեի էդ ի՞նչ գործ ունես մեկո։ Ապեր հապեց ինչի երկուսով գնայինք։ Ցավը տանեմ։ Արա ուրեմն տենց է պետք եղի որ ասել եմ, չէ։ Այս մեկնայի էլը։ Հենց մեկը բա։ Նոհի։ Հա մխո։ Դու ուր հազար։ Ոնց ուր ասել, ձեր տանն է։ Արդեն բերիր անուշիկին։ Ապե չէ դե որ մկոն գնաց էլ ասի ես չգնամ։ Այ ես սերարա։ Արա չփլե ես քեզ 1000-ից մի անգամ մի բան խնդրեմ ու դու սենց անես։ Արա դե մխոջան ինքը գնում էր դրա համար էլ չգնացի։ Ուրա թե ինքը գնում էր, արա։ Իրենշոյի կողը տակուկ մի նստել է, չէ երևի։ Այ ես սեր։ Դու вообще ուր ես, կարաս բացատրես։ Դու ուր ես, մեռա չես զանգելով, պապա չի ասել որ գաս հետևիցս։ Անուշիկ հիմա դու հոպարիտ տանն ես։ Հա, արի էլի մռոս չեմ ուզում տաքսիով հետ ունգամ։ Որ զանգում եմ հոպարիտ տուն ինչի չեն վեկալում։ Չգիտեմ, երևի չեն լսել։ Էս եկա։ Կասես ինչ ա եղել։ Ոչ մի բան։ Մի հատ մեքենան կանգնացրում է։ Ինչի։ Որովհետև տենց տրամադրությամբ մխո մեքենա չեն քշում։ Նեղվել ես, որ հոպարենցս տուն եմ գնացել։ Ինչքան ժամանակ կանդես։ Ինչ ես հարցնում։ Պետք է։ Դե կլինի էլի։ Ոչ մի բան չի լինի, որովհետև ոչ մի բան չկա։ Մխո չտեսար, որ հոպարից տնից դուրս եկա, եթե չէիր հավատում, գայր հոպարից հարցնեիր, թե ինչքան ժամանակ է ես իրանց տանն եմ։ Չէ, շնորհակալ եմ, հա։ Ես դրանց հավեսը չունեմ։ Այդ քու խաթերը, որ հոպարի տղայնյակներին ճլոթա մեղ չեմ արել իրենչոյին նեղացնելու համար։ Մխո ինչ ես ուզում ինձնից, հա։ Ինչ ես ուզում ինձնից, կարաս իմ հետ անկեղծ լինես։ Ես քո հետ անկեղծ չեմ կարող խոսել։ Որտեվ կծիծղես վրես։ Բայց ինչի պիտի ծիծաղամ, ասա տենամ ինչ ա կատարվում հետդ։ Դու Աննան ես։ Տենում ես, որ քո հետ անկեղծ հնարավոր չի։ Մխո դու արդեն երկրորդ անգամ ասում ես, որ ես Աննան եմ։ Կլինի այդ աղջկան մի օր բերես մեր տուն, տեսնենք հետով ա։ Չէ, չի լինի, որ ելներ կբերե, էլի։ Էլի իր հետ ես եղել։ Անուշիկ իր հետ ելները ո՞րն է, տեսել եմ իրան։ Հետո։ Հետո տարել եմ իրանց տուն։ Ինչ ես տուն տարել մխո։ Անուշիկ տարել էի, որ իմ մեջ մութ բան չմնար, բայց մեկ ամաթությունը չանցավ։ Մխո դու չգիտես, որ ինձ դուր չի գալիս, որ դու այդ աղջկա հետ շփվում ես, չգիտես։ Ես քեզ ասեցի ինչի համար եմ իր հետ շփվել։ Հա, բատած պիտի ասես։ Բատած պիտի ասես։ Պիտի ասես, որ շփվել եմ, որպեսզի հասկանամ, դու ես թե դու չես։ Բայց այդ քեզ չի արդարացնում մխո տղա, լավ իմացի։ Իսկ դու ավելի լավ կնի, քո երախոսը միշտ միացրած պայես։ Մռույս։ Խնդրում եմ, էլի։
Ասա որ էլ այդ աղջկան չես հանդիպելու։ Անուշիկ ես թեմայով եմ մի խոսա, հա։ Ներվեց յոբքի մեջ եմ։ Դե որ մկոն պետք է գնար, դրա համար չեմ գնացել, էլի դե մխով, այ։ Ու տես, երկուսդ է չգնացիք։ Այ չգիտեի, որ ինքը չպետք է գնա։ Կապխես վաբշե երկուսիս իրար հետ ասա որ։ Արա, ուրեմն տենց է պետք։ Ուտև կարող է Անուշիկը փող տար մկոին ու մկոն ճիշտը չասեր ինձ։ Քեզ էլ կարող է համոզել ընկերականով, դու էլ դրա համար չասեիր։ Տենց ես, այն շանաչում։ Ճշմարտությունն եմ ասում, շփլե։ Ճշմարտությունը, գոնե մի հատ զանգեիր, ասեիր չեմ կարա գնամ, չեմ գնում։ Արա կամ խի պետք է Անուշիկը ճիշտը չասի։ Այսօր էլի են Աննային տեսա, ասեց հորքուրիս տուն եմ գնում։ Տարայիչը սրիտ է, ասեց ստե եմ մնում, յանի գնաց ու կորավ։ Վաղը գնալու ենք իրանց շուչի տղանյակներից ճշտումներ անենք։ Լսի վաղը նորից պետք է գնանք հորքուրիս տուն։ Ինչի։ Դե որովհետև Մխոն գնալու է վաղը հարց ու փորձ անի Աննայի մասին բակի տղաներից։ Մխոն պետքա մի անգամ էլ Աննային տեսնի, որ հավատա հասկանում ես։ Այսինքն չգիտեմ կհավատա թե չէ, բայց դա ամեն դեպքում մենք չենք կարա հիմա փախնենք։ Սկսել ենք, պիտի միջավայր տանենք։ Լավ, դե կզանգես ժամը կասես։ Okay։ Կարոն է եկի ապեր։ Մխո ջան, ուղղակի ես գիտեի, որ չփլենա գնալու, դրա համար չգնա։ Ես ինչ եմ ասում։ Եթե մի անգամ ես հանձնարարություն տվի դու չարիր, ձեր սաղ համակարգին կփոխեմ արա։ Մեր համակարգը ո՞րն է, Մխո ջան։ Քեզ վրեժին սրբում։ Մեկից սխալը ազդում է մնացածի վրա։ Մխո ջան, եկել եմ հաջողություն անեմ աղբելս, դե էլի ալթեն գիտես, որ վաղը գնում եմ։ Հաջող ապենյակ ջան։ Աղբելս, ես ափսոսում եմ աղբելս, որ այսքան ժամանակ իրար հետ չենք շփվել։ Հա, ձենիցդ զգացվում է, որ փոշմանել ես։ Դե ուզում եմ ասեմ աղբելս, ես քո դեմ ոչ մի բան չունեմ։ Չէ, դե ինչ ունենաս։ Կարո ես սաղ հետաքրքրվել եմ քո այդ նշանածի մասին ու ամեն ինչ գիտեմ ապեր։ Դու Անուշիկին էիր անուն դնում, որը հեչ անուն դնելու աղջինակ չէր, բայց գնացիր իտոգում դու ում առար։ Հա, ոչինչ չէ որ ճշմարտությունը սենց կոշտ ու քյարթ է։ Ոչինչ աղբելս։ Դե գիտես ես ճշտի դրոշակներ խփող տղանյակ եմ, բայց մեկը այսքանի հետ մեկտեղ ես քեզ ասում եմ երջանիկ ըլեք ու բարի բախտ եմ ցանկանում ձեզ ապեր։ Աբլես աղբելս։ Վաղն եք գնում։ Հա, դե ինքը քանի որ մինուճալ աղջիկ է ապել, իրանց բարեկամությունն էլ շատ են, էլի դրա համար որոշեցին Մոսկվայում հարսանիք անեն։ Հա, ջոկացա։ Դե հարսանիքից էլ հրավիրում եմ աղբել, հրավիրատոմսը կուղարկեմ։ Մերսի ապենյակ ջան, մերսի։ Դե ես գնացի աղբելս, լավ մնացեք։ Դուք էլ։ Դե դավայ աղբել ջան։ Դավայ աղբելս։ Ու երբեք, մի ասա երբեք, եսի միշտ հիշի, կարբետին է կփոխանցես։ Ճիշտ ես ասում, աղբելս։ Ես իրանից է կարելի է հարցնել։ Ապենյակ, հլը մի ռոպ էլի, բարի օր։ Բարով աղբելս։ Բարի օր։ Ստե ես մնում։ Հա։ Ապենյակ, ես շենքում Աննա անունով աղջինակ ապրում է։ Աննա։ Աննա, ավելի ճիշտ, իրա հորքուրի տունն է մնում ստե։ Ապեր մի հատ նկարը ցույց տուր էլի։ Ակայնի նկարը ցույց տամ, ճիշտ բան ասել։ Այս է։ Հա, պես վերջերս տեսել է։ Վերջերս։ Զնաչիտ եմ վաղ հորքուրի հետ հակած է եղել։ Լավ, աղբերս, մերսի շատ։ Եղավ։ Ավես։ Հələ ես ինչ ժամանակ այս շրջանում ենք ապրում, շփլի արա։ Մարդ իրա նորա թուղս կնոջը չի կարում վստահում։ Հավատիկը չէ դրա։
կինո հրավիրեցի։ Ընդունեց հրավերդ։ Հա բա ոնց։ Կարող է վերջը սիրարվեսիս Աննային։ Արա դե Աննան որն է, Աննան ու Անուշիկը իմ համար նույն բանն է, չփլեդ է։ Հա տենց ես քեզ արդարացնում։ Չփլե ես իրան հրավիրեցի կինո, որ վերջնական պարզ եմ իմ համար, ինքը Անուշիկն է թե չի արա։ Արա եթե Անուշիկը լներ, հետքերը կկորցներ արա։ Իսկ ես աղջիկը դրա մասին չի էլ մտածում։ Ես չգիտեի որ նորից կարող է սիրա։ Հեսա չփլենը կպսակվի ախպեր, իրան էլ 1000-ից մեկ կսկսենք տենալ ու տենց էլի ախպեր։ Կամած կցրվենք։ Ինձ թվում է կարոյից հետո դու ես գնալու ախպեր։ Ծյապիկ դու գնացող ես ապե։ Արա այ ախպեր ծյապս թե այնքան ուզող ունի, ուր է դու։ Ապրե ախպերս գիտի։ Բայց դու տեսակ եք մուզմուզ կարոյին ոնց վռած գործերը դասավորեց արա։ Եթե ուզում ես իմանաս ճիշտն էլ հենց էդ ախպեր։ Հեսա ծյապիկն էլ մի օր կգա, կասի տղեկ ջան, գիտեք ինչ կա ալվարտիկ հետ եմ ուզում պսակվեմ, երկու հատ կլացի բանկանի, ախպեր ջան, թողենք հետը կամուսնանա։ Ապե չէ, ալվարտիկ հետ չեմ շփվում, վտանգավոր է։ Չես շփվում, որ չսիրարվես, է։ Ապրես Սամբուր ջան, դու գիտես իմ նուրբ սիրտը։ Ապե դե օբշիվ խնդալու է կայֆը ալվարտիկի հետ էլի, բայց դե որ հետոն եմ նայում ախպեր, կարող է լացելու լինի էլի ապե։ Արա բա այն օրը իմացան ինչ եմ իմացել մեր լավ ախպերներից։ Արա ասում ես ալվարտիկի մայրենի լեզում ֆիզկուլտի դասատուն ա տվել։ Դրա համար էլ ախպեր, այդպես ճկուն ա։ Գնացինք։ Հեսա Արտյոմը իր սպիտակուսներն ընդունի ու գնանք։ Արտյոմն էլ է մեր հետ գալիս։ Արտյոմն էլ վզգոն էլ։ Վարուժ, այդ երբ վանից իրանք դարձան քո թիկնապահները։ Այսօրվանից։ Վարուժ, ես քեզ ասում եմ, որ այդ ամեն ինչը պապայի սարքածներ, ախր ես իրան լավ եմ ճանաչում։ Հա, ոչինչ, մեր ապահովության համար իրանք է պետք կան։ Իսկ ես չեմ ուզում, որ մեր հետ ինչ-որ մեկը գա։ Սոֆա, ես չեմ ուզում, բայց այսօրվանից տես պետք լինի։ Իրանք մեր հետ չեն գալու, Վարուժ։ Արի։